Հայիթիում 7 շաբաթի առաքելություն իրականացնելուց հետո հիվանդանոց նավն ի վերջո վերադարձավ իր նախկին նավահանգստային կայանատեղին։ Հունվարին Հայիթիում հայտնված Կոմֆորտ անվանումով յուրօրինակ նավ հիվանդանոցը օգնության էր գնացել 7 բալ սանդղակով դաժան երկրաշարժից հետո Կենտրոնական Ամերիկայի երկրի ժողովրդին օգնելու։ Նախորդ 2 ամիսների ընթացքում առաքելության բուժանձնակազմը 1000-ից ավելի մարդկանց տարբեր տեսակի բժշկական օգնություն է ցուցաբերել։ Անձնակազմի անդամներից Քենեթ Լի հայը պատմում է, որ Աղետի գոտում նավ հիվանդանոցն անփոխարինելի դերակատարություն է ունեցել։ Կարծում եմ, որ կարողացանք մեր չափով օգնել մարդկանց մի կողմ դնելով մեր միջև եղած տարբերությունները, նշում է նա։ Նավին իր անձնակազմով դիմավորելու էին եկել տարածքի տարբեր տարիքի բնակիչներ։ Աղետի գոտուն նմանատիպ նավի միջոցով օգնության հիմնական նպատակն է եղել առավել լուրջ վնասվածքներ ստացած հայեցիներին արագ օգնություն ցուցաբերելը, միևնույն ժամանակ տեղի հիվանդանոցներին լրացուցիչ բուժական անձնակազմով աջակցելը։ Նավի բուժանձնակազմի ղեկավար Ջեյմս Ուայերը պատմում է, որ իրենց հաջողվել է օգնություն ցուցաբերել ամենալուրջ վնասվածքներ ունեցող անձանց, ինչի արդյունքում շատերի կյանքն է հնարավոր եղել փրկել։ Հայցի մի մարդու կողմից նկարված այս գծանկարը, որտեղ նա շնորհակալություն է հայտնում Կոմֆորտի անձնակազմին, Լեսլի Փրասադի կարծիքով իրենց նավի բժիշկների համար ամենամեծ նվերն է, քանի որ չնայած այն աղետալի վիճակին, որին իրենք ականատես են եղել Հայիթիում, համենայն դեպս կարողացել են մի քանի 100 կյանքեր փրկել։ Հայիթիի հետերկրաշարժան 7 շաբաթներն առաջին անգամն է նախկին 23 տարիների ընթացքում, երբ բուժանձնակազմով նավ հիվանդանոցը գործում է իր կարողությունների ողջ ծավալով։ Իդեպ նավի վիրաբույժները 800-ից ավելի վիրահատություն են իրականացրել, ավելի քան 1500 անդամ ունեցող բուժանձնակազմի համատեղ աշխատանքի արդյունքում։ Արսեն Խարազյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։